Երանի ճամփով ամպիցներուն, որոնք Տերոջը օրենքին մեջ կգալեն, Երանի անոնց, որոնք անոր վկայությունները կբահեն, ու բոլոր սրտով զինք կխնդրեն, եւ անօրենություն չեն ուներ, հաբա անոր ճամփաներուն մեջ կգալեն։ Բայրույս ծեր բոլորին բարի եկած ենք բոլորս Աստծո դունը եւ անոնք, որոնք Facebook-ով մեզի հետ կմիանան, եկեք այսօրվա մեր պաշտամունքը սկսենք երգելով 36-րդ երգը։ Երգ թիվ 36 Աբահով դեր մեզ բահեց։ Մինչ ոտքի վրա ենք, փոխադարձ սփար գարտանք միասին, փոխադարձ ընթերցում թիվ 13, փոխադարձ ընթերցում թիվ 13։ Ուստի Քրիստոսի վրայով առաջին սորվերիկները ցկելով կատարյալ ինքանք։ Արդ կաղաչեմ ցեզի, եղբայրներ, Աստուծո ողորմությունովը, որ ձեր մարմինները ընձայեք գենտանի զոհմը, Սուրբ Աստուծո հաճելի, որ է ձեր փանավոր պաշտոնը։ Ձեր անձերը Աստուծո ընձայեցեք, որպես թե մերելները ողջնցած,
Եվ ծեր անդամները արդարության գործիքներ Աստուծո։ Ինչպես ծեր անդամները անօրենության համար ընձայեցիք, բղծության և անօրենության զարաներ ըլլալու, այնպես հիմա ծեր անդամները սրբության համար ընձայեցեք, արդարության զարաներ ըլլալու։ Եվ ոչ թե որչափ մենք կհուսայինք, հաբա անցերնին ալդվին, առաջ Տերոջը ու ետքը մեզի Աստուծո գամքովը։ Աղոթենք։ Շնորհակալ ենք քեզ մեր երկնավոր Հայր, այս արավոտին համար, որ մեզի շնորհեցիր և մեզի կյանք տվիր, որպեսզի շատերս այստեղ հավաքվենք, ուրիշներ դուներեն հետևին ովդեր, շնորհակալ ենք այն բոլոր բարիքներուն համար, որ գվայելենք, այս պաշտամունքը կհանձնենք քեզի, որպեսզի սկիզբեն մինչև վերջնուն առաջնորդես, մեր հավատքը նորոգես և մեզի շնորհք տաս ովդեր, որ բացականչներով կարողանանք քո խոսքդ լսել և ընդունել։ Փառք, պատիվ, երկրպագություն գվայելե քեզի։ Ամեն։ Մինչ նստած ենք, եկեք շարունակենք մեր պաշտամունքը երգելով 339-րդ երգը։ Երգ թիվ 339 գհանձնվիմ քեզ Հիսուսնին։ Առաջին, երկրորդ և հինգերորդ համարները։ Գհանձնվիմ քեզ Հիսուսին գուդալ հոժար յանս բոլոր գսիրեմ քեզ գվստահիմ ծուրերիմ կյանք ամեն օր քեզ կհանձնվիմ քեզ կհանձնվիմ անպայման օրհնյալ բրգիչիմ քեզ կհանձնվիմ քեզ բրգիչիմ ոտից առջև եմ ահա հաճույքն աշխարհից կացեմ արզիս Հիսուս արհիմա քեզ կհանձնվիմ քեզ կհանձնվիմ անպայման օրհնյալ բրգիչիմ քեզ կհանձնվիմ հինգերորդ համար կհանձնվիմ քեզ Հիսուսին գսկամ հարթուրն սրբազան լման պրգոչյամ կհրջվիմ պարկվո պարկո սուրբ անվան քեզ կհանձնվիմ քեզ կհանձնվիմ անպայման օրհնյալ բրգիչիմ քեզ կհանձնվիմ քեզ կհանձնվիմ քեզ կհանձնվիմ քեզ կհանձնվիմ անպայման օրհնյալ բրգիչիմ քեզ կհանձնվիմ քեզի կհանձնվինք ովդեր կուտանդ մեջ
Բարի եկածենք անգամ եւս բոլորս միասին Աստծո տանը մեջ հավաքված ենք զինք բաշխելու մեր հավատքը ամրապնդելու անգամ եւս հանձնվելու իրեն մեր յանքերը անգամ եւս հանձնելու իրեն մեր սրտերը անգամ եւս հանձնվելու իրեն եւ ինչ գեղեցիկ էր այս երկին բարերը որ կհաստատե մեր նվիրումը Աստծո այսօր շնորհակալ ենք որ ցեզ մեր շատերը չանք չխնայեցիք եւ ճամփաներու դժվարության եւ եկակ եկեղեցի ուրիշներ հերուտ գփնագին իրենց տուներեն նախընտրեցին միանալ մեզի Տերը բոլորին օրհնե Ալլա այստեղ որ հավաքված ենք Ալլա մեր տուներու մեջ Տերը բոլորին բարձրահայտույց Ալլա օրհնե եւ զորացնե այսօր Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության AMA-ի գիրագի է եւ անոնոմար շնորհակալ ենք որ բարոն Հարութ Ներսեսյան մեզի հետ կգտնվի որ այսօր բատկամը ինք պիտի բերե եւ ապա մեզի պիտի ներկայացնե հայ ավետարանչական ընկերակցության գործունեությունները ամբողջ աշխարհի վրա ուր որ հայ գտնվի ուր որ թե Սփյուռքի մեջ եւ թե Հայաստանի մեջ ավետարանչականի գործունեությունները շատ են եւ լի են այնպես որ շնորհակալ ենք բարոն Ներսեսյանին որ այսօր մեզի հետ է եւ իր պատկամին համար եւ իր ներկայացումին համար քիչ հետ երբ որ պիտի ներկայացվի նաեւ պրոջեկտերի վրա ինչապ պապակելի է որ դերևս հետևի նստողներուն համար դժվար պիտի լադեսնելը դերևս արչև կանք որովհետեւ կարողանանք հետևել ինչ որ մեզի կներկայացվի այսօրվա հյուրասիրությունը պատրաստված է Տիկին Շակե Սեմերջյանի կողմէ ի հիշադակ իր մոր Սիրվարդ Շնորհոկյան Տովմասյանի ինչպես նաև մորակրոջը Ալիս Շնորհոկյան Ներսեսյանի քաղցր հիշադակին մայրերու օրվան արդիվ դեր օրհնե Սեմերջյան ընտանիքը եւ անոնց սերիներուն հիշադակը օրհնյալ լա Գոչ կուզենք ընել, կխնդրենք մեր սիրելի ժողովուրդեն, որ բոլոր անոնք, որոնք կփապակին գիրագի օրմը, իրենք ստանցնել պաշտամունքեն վերջ տեղի ունեցող սուրճի հյուրասիրության պատրաստությունը, բարեհաճին դեղյակ պահել Տիկին Մարի Մարտիրոսյանը կամ Տիկին Ալիս Հաջյանը, անցամբ կամ հերացայնով, դասավորելու համար ցեզի հարմար եղող թվականը Ուրեմն ինչպես կնկատեք լրատուին մեջ Տիկին Մարակի եւ Տիկին Ալիսի հերացանի թիվերը կգտնվին ավելի նախընտրելի է որ նախ իրենց հետ կապվիկ լա անցամբ լա հերացանով որովհետեւ դասավորումը լա այն թվականները որ դուք կնախընտրեք հյուրասիրությունը ստանցնել դարձյալ դերը օրհնե եւ վարձահատույցը լա բոլորին որոնք կուզեն մասնակցել եւ այդպես արիցը ստեղծել որ Աստծո ժողովուրդը միասին սուրճի սեղանի շուրջը իրարու հետ խոսակցին եւ այդպես Տերոջ անունը բարավորվի Աստծո խոսքեն պիտի գարտամ երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ 1-ին 12 համարները երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ 1-ին 12 համարները Այս պաշտոնը ստացանք Աստուծո ողորմությունով, ուստի չենք ցանցրանար, հապա կհրաժարինք ամոթալի ծածուկ բաներեն ու խորամանկությունով չենք վարվիր եւ խարթախություն չենք ըներ Աստուծո խոսքին մեջ, հապա ճշմարտությունը հայտնելով, անցերնից կներկայացնենք մարդոց խղճմտանքին Աստուծո առջև, Իսկ եթե մեր ավետարանը ծածկված է, գործվածներուն համար ծածկված է, որոնց մեջ այս աշխարհի Աստվածը անհավատներուն մտքերը գուրցուց, որպեսզի Քրիստոսին ավետարանին փառքին լույսը անոնց վրա չծագի, որ է Աստուծո պատկերը։ Վասնզի ոչ թե անցերնից կկարոզենք, հապա Քրիստոս Հիսուս դերը, ու մեզ Ձեր ծառաները Հիսուսին համար Վասնզի Աստված որ հրաման արավ որ խավարեն լույս ծագի
ինք մեր սրդերուն մեջ ձակեցավ Աստուծո փառքին գիտության լույսը դալու համար Հիսուս Քրիստոսին անցովը։ Արդ մենք այս քանցը հողե ամաններու մեջ ունենք, որովհետեւ զորության առավելությունը Աստուծմեն ըլլա ու ոչ թե մեզմե։ Ամեն գոմանը վշտացած ենք, բայց ները ինգած չենք, դակնաբած ենք, բայց հուսահատած չենք, հալածված ենք, բայց երեսե ցկված չենք, վար ցկված ենք, բայց գործված չենք։ Ամեն ադեն Հիսուսին մահը մեր մարմիններուն մեջ կգրենք, որբեսի Հիսուսին կյանքնալ մեր մարմիններուն մեջ հայտնվի։ Վասնզի մենք, որ գենթանի ենք, Հիսուսին համար մահվան կմատնվենք, որբեսի Հիսուսին կյանքնալ մեր մահկանացու մարմիններուն մեջ հայտնի ըլլա։ Ուստի մահը մեր մեջ կներգործե եւ կյանքը ծեր մեջ։ Ինչպես նաև պիտի գարտամ Մատթեոս ավետարանի 10-րդ գլխուն 44-րդ համարը։ Դարձյալ երկնքի թագավորությունը արդի մեջ բահված քանցիմը կնմանի, որ մարդը գտնելով գծածկե եւ ուրախութենեն գերտա, բոլոր ունեցածը գծախե ու այն արդը գքնե։ Դերը օրհնե իր սուրբ խոսքին ընթերցումը։ Եկեք մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի համար եւ ինչ կաղոթենք, կաչարի է որ մենք ալ մեր սրտերեն աղոթք բարձրացնենք Աստուծո, կհավատանք որ երկնքի բադոհանները բաց են եւ Տերը կլսե մեր աղոթները եւ անոնք որոնք դունեն կհետևին մեզի դարձյալ կկաչարենք որ ցուգալ այս աղոթքով ձեր գլուխները խոնարհեցնեք եւ մեր խնդրանքները եւ մեր պարապարությունը Աստուծո տանք։ Ով մեր Աստվածը, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այս հալավոտ դարձյալ եկած ենք ով դեր քո արչեվդ, շատերս այստեղ են, շատերս մեր դուներ են, եւ շնորհակալություն կհայտնենք քեզի, որ մեզի անգամ եւս կյանք շնորհեցիր, արիտ տվիր քո արչեվդ գալու։ Որքան երախտապատ ենք քեզի ով դեր, որ Տուն քո սերդ եւ ողորմությունդ կշարունակես թափել ամբողջ աշխարհի վրա։ Եվ հավատացյալներուն եւ անհավատներուն։ Եվ քեզի սիրողներուն եւ քեզի ադողներուն դեր։ Քո շնորհքդ կտապես, որովհետեւ Տուն բարի Աստված ես։ Խնդրություն չես տներով դեր։ Որովհետեւ Տուն գուզես որ բոլոր մարդիկ բրգվին եւ քեզի կան։ Անորամար գաղոթենք ով դեր որ մեր սրտերը փանաս քո Սուրբ Հոգիովդ, որովհետեւ մենք կարողանանք եւ շարունակենք հարաճ երթալ քեզի հետ։ Տուն մեզի կանչեցիր ով դեր։ Մեր մտքերը եւ մեր սրտերը բացիր եւ քո ճշմարտությունդ մեզի հայտնեցիր։ Եվ մենք ալով դեր քեզի այո գսենք։ Գուքանք քո արչեվդ ինչպես որ ենք։ Մեր բոլոր դգարություններով, մեր բոլոր մեղքերով, մեր բոլոր անօրենություններով, այն վստահությունով որ դու գներես անոնց որոնք գզղճան, գխոստովանին, դարձիկ ուկան, գաբաշխարեն իրենց մեղքերուն համար եւ նորը գսկսին։ Դերտուն ասիգա գնես եւ ասիգա քու կորձդ է, քու Սուրբ Հոգիիդ կորձն է։ Անորամար գուքանք այն վստահությունով քո արչեվդ եւ երկնքին թուրը գզարնենք եւ գիտենք որ կփանաս։ Անոնք որոնք անգեղծությամբ եւ հավատարմությամբ գուքանք քո արչեվդ։ Քո արչեվդ կփերենք այս աշխարհը ով դեր, այս դակնու վրա աշխարհը, որ որքան պետք ունի այսօր ամեն ժամանակ է ավերի, որքան պետք ունի քեզի, որքան պետք ունի քո խաղաղությանդ, որքան պետք ունի քո ներկայությանդ,
Եվ մանավանդ, որքան պետք ունի քու ավետարանիդ, քու ավետարանի ճշմարտությանդ։ Անորոմար գաղութենք ով դեր, որ մարդոց սրդերը փանաս, գարձր սրդերը փշրես, որովհետեւ ով դեր քեզի դառնալով կարողանանք խաղաղ եւ ուրախ կյանք անցնել։ Շնորհակալ ենք քեզ մե, որ դու բարի Աստված ես, որ ամեն անգամ որ գաղութենք քեզի մեր աղոթները գլսես, հիշե մեր ընտանիքները, հիշե մեր զավակները, անոնց հովանի եւ պաշտպան եղիր։ Հիշե նաեւ այս երկիրը, առաջնորդներուն ով դեր իմաստությունով լեցուր, որովհետեւ առաջնորդեն խաղաղությամբ եւ իմաստությամբ։ Հիշե այս եկեղեցին, օրհնե, բահե, պաշտպանե եւ շնորհ կդուր, որ միապանությամբ եւ սիրով գալողանանք հարաճ երթալ քու գամքիդ համաձայն այն ինչի որ կգանչես մեզի դեր։ Շնորհակալ ենք քեզ մե այս պահի մնացած ժամերը վարյանները քեզի կհանձնենք քու հովանիդ կխնդրենք քու ներկայությունդ մեզի հետ թողլա դեր փառք բադիվ երկրպագություն գվայել է քեզի ամեն Աստուծո խոսքի պատկամեն առաջ եկեք ոտքի վրա միասին երգենք 20-րդ երգը երգտիվ 23 ինչ քաղց երգնային Ինչ քաղց երգնային ընկերակցություն Հերում հավիդենական պասկած Անքին օրնություն և խաղաղություն Հերում հավիդենական պասկած Հերում ապահով իրեն վստահած Սուրբ ճամփուն մեջ հենում հավիդենական պասկած հոսպայրի պայծառ երկնից լույս աճեջ հենում հավիդենական պասկած հենում իրեն վստահած հենում հավիդենական պասկած աբախան բարան միշտ երկով ծնծման հենում հավիդենական պասկած հոս խաղաղություն կեդի է նման հենում հավիդենական պասկած հենում ապահով իրեն վստահած հենում հավիդենական պասկած Դարձյալ շնորհակալ ենք այսօր, որ պարոն Հարութ Ներսեսյան մեզի հետ կգտնվի, ժամանակը կուտանք իրեն, որ Աստծո խոսքը մեզի բերե եւ իր ներկայացումը մեզի հետ բաժնեկցի։ Հրամաց։ Աստծո փառք կտանք, որ կրնանք իր ներկայության մեջ գտնվել, զինքը պաշտել, իրեն հանձնվել, շատ հաճելի Աստծո ներկայության մեջ լալու։
Կուզեմ հարցում հարցնել։ Մեր կյանքերուն մեջ ամենաթանկագին քանցը ինչ բան է։ Ինձի եւ Սալպին համար մեր ամենաթանկագինը նստած են այստեղ, մեր զավակներն են։ Մեր քանցերն են։ Իրենց համար լավակույնը գուզենք, իրենց համար լավակույնը գնենք, մեծ զոհողություններ գերտանք, մեծ նեղություններ կքաշենք, որպես իրենց ներգան եւ ապահով, ապական, ապահովենք։ Մեր բզիկներ, մեր երեխաներ մեզի կզինաթափեն, they disarm us։ Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխուն մեջ Բոս արաքյալ նաև խոսի քանցիմը մասին։ Քանցը հողե ամաններու մեջ ունինք։ Այս հատվածին նայելով պիտի 3 բաներու նայենք։ Հասկանալ քանցը, understanding the treasure, քնահատել քանցը, appreciating the treasure եւ Քանցին համար զոհաբերվել, sacrificing for the treasure։ 7-րդ համարի մեջ երկրորդ Կորինթացիս 4 գլխում Պողոս արաքյալ գսե արդ մենք այս քանցը հողե ամաններու մեջ ունենք։ Այս քանցը հողե ամաններու մեջ ունենք։ Ինչ հողե ամանի մասին կխոսի Եվ ինչի այս քանցը որում մասին կխոսի, կակնարգե։ Երկու հարցումներում պատասխանն նախորդ համարներում մեջ կգտնվին։ Հողե ամանը կակնարգե մեր սրդերը ասելով։ Մեր սրդերը, այսինքն մեր մտքերը, մեր անձը, մեր օվլալը։ Մենք, ես իմ անձս հողե ամանն ենք։ Եվ 4 համարի մեջ Քանցի մասին գխոսի, ասելով Քրիստոսի ավետարանին փարքին լույսը։ Փարքին լույսը, ավետարանին փարքին լույսը։ Այսե երկու բառեր կան կենտրոնական, ավետարան եւ փարք։ Ավետարան Աստծո սիրո պատգամն է։ Որու գակնարգե, որում մեջ կենթադրվի ցավ, դարաբանք, զոհություն եւ մահ, որովհետեւ Հիսուս խաչվեցավ ավետարանին համար, որպես ավետարանը մեզի ներկայացնե։ Ավետարան, դարաբանք, ցավ։ Եվ երկրորդ բառը փարք բառն է։ Փարք Մեծություն, հզորություն, դիրաբեդություն։ Հիսուս խաչվեցավ, բայց վերջը համբարձավ, հարություն արավ եւ համբարձավ։ Փարավորվեցավ Հիսուս։ Քանցը Աստծո թագավորությունն է։ Աստծո թագավորությունը, որ երկու երես ունի։ Երկու երես ունի, մեկ երեսը դարաբանք ցավ, ավետարան Մյուս երեսը փարք։ Կարծես գոբեգիմը, լումայիմը երկու երեսներն են։ Եվ այս ընթացքը տարաբանք եւ փարք կտեսնենք կգրտնվի արաքյաներուն կյանքերուն մեջ եւ թարերով քրիստոնյաներու կյանքերուն մեջ եւ միջև այսօր մեր կյանքերուն մեջ։ Դարաբանք եւ ցավը գտանին փարքի, առանց դարաբանքի փարք չկա, առանց զոհության փարք չկա։ Արժևորել քանցը։ Հիմա շատ իրավունք ունիք բան մսելու, որ այս ինչ որ ասինք, այս քանցին հողի ամաններու մեջ Շատ լավ ասվածապանական մտքեր են, բարձրապես մտքեր են, քաղաքարներ են, օդին մեջ, շատ լավ է։ Բայց ինձ հետ ինչ կապ ունի, իմ ամենօրյա կյանքիս հետ, դժվարություններուս հետ ինչ կապ ունի, ինչ նշանակություն ունի, ինչ արժեք ունի։ Ինձ ինչ օգուտ ունի։
այս քանցը կամ այս ավետարանը։ Օրինակով մը սկսեմ։ Երևակայեցեք ուշ քիշեր մինակնիտ օթոյով դերմը գերտակ եւ ամայի փողոցի մեջ կանցնիկ անձանոտ։ Եվ ծեր օտոն գավրվի։ Սելֆոնը չաշխատիր, մինագեք, մութին մեջ։ Եվ թեմացնետ երեք երդասարտներ գուքան, հսկա երդասարտներ գկալեն գործ, կսկսից վախնալ, սարսապիլ, աս երդասարտներ ինչ պիտի ենեն, պիտի կողոպտեն ինձի, պիտի վնասեն, սպաննեն, եւ երբ կմոդենան գամած քեզի կնկատես, որ ցիրքենին քիրք մգա, ավելի կմոդենան կտեսնաս, որ այդ քիրքը ավելի աստվածաշունչեր են։ Այս երդասարտները Սուրբ Գիրքի սերտողություն է դուրս կուքան։ Ինչ կսկաս այդ պահին։ Այդ վախըդ անմիջապես կփոխվի ուրախության։ Ինչու՞։ Որովհետև գիտես Սուրբ Գիրքի սերտողությունն ելած մարդը քեզի չի վնասեր։ Քեզի չսպաններ, հապա քեզի կօգնե։ Ինչու ապահով գսկանք հավատացյալներու քրիստոնյաներու ներկայության մեջ։ Նույնիսկ եթե անձանոթ են, նույնիսկ եթե օդար են։ Որովհետև գիտենք, որ ավետարանը քրիստոնեությունը, քրիստոնեական հավատքը մեզ կփոխե, որբեսի անոնք, որ ավետարանը լուրջ չգարնեն, անոնք կփոխվին, լավ մարդ կլան։ Գադարյալ չէ, բայց լավ մարդ կլան։ Ավետարանը մեզ լավ մարդ կդարձնի։ Եվ երկրորդ Կորինթացիս 4 գլխում մեջ որ գարտացվեցավ մեզի, Բոսարկյալ իր մասին գխոսի։ Եվ հետևյալ բաները գսե։ Ավետարանը իրեն ըրած է ազնիվ, բարգեշտ, ճշմարտախոս, թափանցիկ, գեղձավորություն չներ, խոնար, ձարա։ Բոսարկյալ իր մասին գխոսի։ Նույն ժամանակ ավետարանը իրեն կդարձնե զորավոր, resilient, թիմացկուն, կհարվածին կսե, բայց սվարինգատ չենք։ Մեզ կհալածեն, բայց ները ինգած չենք։ Զորավոր են, հավիտենական կյանքի հույս ունին։ Ամփոփելու համար ավետարանը մեզ լավ մարդ կնե, մեզ նաև զորավոր մարդիկ կնե։ Եվ այդ պատճառով աշխարհը ավելի լավ դեր կլա։ Ասիկա որպես անհատներ, բայց երբ այս անհատները քովքովի կուքան, եկեղեցին, հասարակությունը, համայնքը, երկիրը ավելի լավը գլա։ Մենք այստեղ արևմտյան երկիրներու մեջ, ես անցած շաբաթ Ավստրալիան ալադոր մեջ կհաշվեմ, գաբրինք արդարության մեջ, կատարյալ չէ, բայց դիմոկրասի գա, ուր ամեն մարդ օրենքին առջև հավասար է, աղքատ ես, հարուստ ես, դքեդ ես, զարգացած ես։ Երկիրներու մեջ կապրինք, ուր մարդու իրավունքները կպաշտպանվին։ Նաև այս երկիրներու մեջ կապրինք աննախադեպ, unprecedented հարստության մեջ, ջոխության մեջ, պատմության մեջ չէ եղած, որ այսչափ ջոխություն ունենան մարտարարածը, եւ ոչ միայն թագավորները, հասարակությունը, ժողովուրդը։ Ինչու արևմուտքը այսչափ օրհնված է։ Ինչու այսչափ արարդություն կա։ Ինչու ամեն մարդ կուզե այս երկիրները քալ։ Մենք Սուրիայեն, Լիբանանեն, տարբեր երկիրներ է։ Պակիստանեն, Աֆղանիստանեն, Հնդկաստանեն, բոլոր հոս կուզեն քալ։ Ինչու։ Պատճառները շատ պատճառներ կան, բայց մեծակույնը քրիստոնեական արմատներն այս երկրներու մեջ։ Այս երկրները քրիստոնյա չեն,
բայց քրիստոնեական արմատներ ունին եւ քրիստոնեական մտքով ցևավորված են, գազմված են։ Օրենքները քրիստոնեական աստեցության դակ են, ավետարանին աստեցության դակ են։ Այսքանցը, որում մասին Բոհոս Արաքյալ կխոսի, մեզի անցնապես լավ մարդիկ կնե եւ մեզի լավ երկիրներ կուտա, ուր կրնանք լավ հանգիստ ապրիլ, մեզի լավ ընտանիքներ կուտա։ Նայեցանք ինչ է կանցը, նայեցանք արժևորումը կանցին, հիմա նայենք զոհապերությունը, խոանցին համար զոհապերել։ Ինչպես որսի այսօր ավետարանին գոմեն, ավետարանին պատճառով մենք օրհնված ենք, չափազանց օրհնված ենք, քնահատենք կամ ոչ, մենք հավատացյալ ըլլանք կամ ոչ, ավետարանին օրհնությունը մեր բոլորին վրա հասած է։ Ինչպես, ցեզ երկու օրինակ տամ։ Այդ կրթությունը, դաստիարակությունը, որ ստացած ենք մեր ընտանիքներում մեջ, մեզի հասած է ավետարանին գոմեն։ Մեր ընտանիքներն ալ աստված են ավետարանով եւ այդ ավետարանին լույսին դակ մեզ դաստիարակած են։ Մեր արժեքային համագարկը ամեն բան ավետարանեն է։ Մեզ մեջ շատերը դպրոցներ կացած են Լիբանան, Սուրիա եւ այդ դպրոցները աջակցություն կստանան մինչեւ այսօր ավետարանչական ընկերակցության գոմե, որում մասին քիչ հետո պիտի խոսիմ։ Եվ այս ավետարանչական ընկերակցությունը ծնունդ առավ եկեղեցին գոմեն եւ եկեղեցին հիմնված է ավետարանին գոմեն։ Այս բոլորը ավետարանին բդուներն են, բարգևներն են մեզի։ Եկեղեցին ինչպես ծնունդ առավ։ Տարիներ առաջ, թարեր առաջ, հազարավոր տարիներ առաջ Աստված նայեցավ մարդկության եւ մեր մեջ տեսավ քանց։ Հակառակ որ մենք իրեն չէինք ճանչնա, թշնամի էինք, մենք իրեն համար քանց էինք։ Եվ ադոր համար Հիսուս եկավ եւ Աստծո թագավորությունը հիմնվեցավ։ Առաքյալները մեծ զոհությամբ ավետարանը քարոզեցին եւ եկեղեցին հիմնեցին։ Շատերը չարչարվեցան, հալածվեցան, նեղություն քաշեցին։ Բոհոս Արաքյալ ինքը գսե, ինչ որ ինձ շահեր գսե, ադիկա վնաս կսապեմ գսե։ Զոհություն հրած էր, ամեն բան հրաժարած էր, որբեսի Քրիստոսի շահի։ Թարերու ընթացքին հավատացյալներ, Աստծո զավակներ հսկայական զոհաբերություն հրած են, որբեսի այսօր մեզի փոխանցեն եկեղեցին, Աստվածաշունչը մեզի փոխանցեն։ Գիտեք 14-15-րդ դարում մարդիկ գրագի վրա այրեցան, որովհետև Աստվածաշունչը թարգմանեցին ժողովրդին լեզուով։ Մենք այս տարի պիտի նշենք 180-ամյակը հայավետարանական եկեղեցին։ Հայավետարանական եկեղեցին հիմնվեցավ մարդոց կողմէ, ովքեր զրկվեցան շատ բաները իրենց հավատքին համար, հալածվեցան, գործերին գործընծուցին, իրենց բիզնեսները բոյքոտ եղան, որովհետև ավետարանը քարոզեցին, ավետարանին հավատացին, մեծ զոհաբերությամբ հիմնեցին հայ ավետարանական եկեղեցին, որը այսօր մենք այստեղ գվայելենք եւ գուքանք։ Մենք եկեղեցի գուքանք, որով գուզենք գալ, որով գսիրենք եկեղեցին, որով գործնվենք եկեղեցին, բայց այս եկեղեցին ծնունդ առած է, այս եկեղեցին բդուղն է շատ զոհաբերություններու, նեղություններու։ Եվ այդ նախահայրերը, ովքեր հիմնեցին այս բոլորը մեզի հանցնեցին, այսօր չգան, երկինքի մեջ են, եւ երկինքեն գնային մեզի եւ մեզի հարցումներ կհարցնեն, մեզի խորհուրդներ կտան։ Գսեն, որ մենք շատ ուրախ ենք, որ գվայելեք Աստծո թագավորությունը, որ գվայելեք եկեղեցին, որ մենք ցեզի մեծ զոհությամբ փոխանցեցինք։ Բայց մենք ցեզի խորհուրդ կտանք, ցեզ մեկը խնդրենք, որ գվայելեք որ մեր զոհաբերության բդուղները, որ քնահատեք ինչ որ ունիք, արժևորեք ավետարանը եւ եկեղեցին, որ ցեզի դրված է, ցեզի փոխանցված է։ Սիրեցեք, nurture,
սնուցանեք, զոհապերությամբ սնուցանեք եկեղեցին, զոհապերությամբ սնուցանեք եկեղեցին առաքելությունը, ծառայությունը, ոչ թե ձեր ավելցուգեն դվեք, դուք ձեզ զրկեցեք հոնուր պետք է որբեսի դակ, մենք որովհետև զրկվեցանք շատ բաներ, որ ձեզի փոխանցենք ավետարանը, դուք ալ նույնը պիտի ընեք, որբեսի փոխանցեք 100 հաջորդ սերունդներուն ավետարանը եկեղեցին իր առաքելությունը, ավելի զորացած, քան ինչ որ դուք ստացաք, ոչ թե ավելի դգարացած կամ թույլցած։ Ավետարանը քանցմն է, որ գարժե մեր ամբողջ զոհապերությունը, գարժե զրկանքներ, որ կստանանք։ Քրիստոս գարժե, ավետարանը գարժե, մեր զավակները, մեր հաջորդ սերունդները գարժեն, որոնց համար մենք կանչված ենք զոհապերելու, նեղություն քաշելու, որբեսի իրենց փոխանցենք ավետարանը ավելի զորավոր, եկեղեցին փոխանցենք ավելի զորավոր, նվիրվածությամբ, որբեսի աբակային հաջորդ սերունդները մեր սերունդին նայեն եւ ասեն ուրախ ենք, որ իրենք զոհապերությամբ մեզի փոխանցեցին, այն ինչ որ իրենք ստացան։ Եվ Աստված ադոր հետ կփառավորվի։ Ես հիմա գուզեմ անցնել ուրիշ ներկայացումիմը ավետարանչական ընկերակցության մասին, որ այս բոլորին բդուղն է։ Ավետարանչական ընկերակցությունն ալ տասնյակ տարիներու պատմություն ունի, 108 տարվա եթե գուզեք, եւ ավետարանչական ընկերակցությունը ծնում տարավ շատ զոհապերություններու արդյունքով։ Եվ դարիներու ընթացքին մարդիկ զոհեցին իրենց ժամանակը, տաղանդը, կարողությունը, նյութականը, քումարը, իրենք զրկեցին հանգիստը, իրենք զրկեցին շատ հաճույքները, որպեսզի այսօր այս ծառայությունը ըլլա եւ շատ-շատեր օրհնվին, որոնց մեկը ոմանք մենք ենք։ Մենք դպրոցներ կացած ենք, եկեղեցիներ հաճախած ենք, ներառյալ այս եկեղեցին, հայ ավետարանական եկեղեցին Մոնտրեալի, որը ավետարանչական ընկերակցության օգուտները քաղած է։ Ես պիտի անցնեմ այստեղ մեջտեղ, որպեսզի կարողանամ ցեզի ներկայացումը անել։ Ուզեմ պատմությամբ սկսել Հասմիկի պատմությունը։ Հասմիկ այս իրական անունը չի ասած։ Ես ասացիան հանդիպած եմ գտանչնամ։ Փոքր տարիքեն իր մայրը աղբահավաք էր։ Հասմիկի մայրը։ Ասի Հայաստանի մեջ Վանացոր քաղաքը։ Եվ այդտեղ մայրը ամենարդու բզդիկ Հասմիկը 1-2 տարեկան հետը կործի գտան, որը բաբա չի կա, ուրիշ մարդ չի կա, բզդիկ եղբայրը վերջը ավելի ուշծված։ Եվ ամենարդու գտաներ աղբի garbage truck-ին ելևը, եւ ասլիպես կոչչեն փած տրակները այդ ժամանակ, եւ աղբերում խովը գնստեցին ելևը, եւ ինքը դուներդուն երթար աղբերը գահավակել տրակին ելևը։ Հասմիկը աղբամենի մեջ մտցած է, իրենց դունը աղբերում խովն էր։ Այսօր Հասմիկը այս աչի է։ Խոհարավուհի է ճաշարի մեջ, աղբանոթին իր մայրը դուրսանած է, դուն վարձած են մակում և վանացորի մեջ կապում, ինքը զդիկ եղբայրը և մայրը։ Հասմիկը այս աղբանոցեն գոսացավ, պարսրացավ, որով հետև շող գետրոն երթար Հայաստանի մեջ վանացոր մեջ։ Ես աղջիկան մի քանի ամսարավ զումով հուցեց այդ։ Այս նկարը ցույցած եմ այսի առաջ եւ ամեն անդեն կցնցնեմ, որովհետեւ այս գխորերտանիշը այս նկարը այդ առաքելությունը, որ Աստված ունի, որ Աստված ինգածը կփարստացնե։
Այս նկարի մեջ կտեսնանք շողի բզիկը, այս շողի բادرը մեկի մեջ նկարված է այսիկը։ Կտեսնանք շողի բզիկը արդյունքներով կփարսլանա, որովհետև Ավետարանչականն է կմասնակցի Աստծո ծրագրի, որ գսե աղքատը աղբաբանում վեր գահն է և կնստեցն է իշխաններու սեղաններուն վրա։ Երեք ուղղություններ ունի ավետարանչականի գերարարչությունը, ավետարանչություն, գրթություն և մարդասիրություն։ Ամեն մեկի մասին մեկ երկու բան ասեմ։ Ավետարանչությունը չեմ կիր այստեղ գալիներու զավակները կեմպ արաբետ կերտան, իմ բզիկներս կերտան կեմպ արաբետ։ Ավետարանչականները կեմպ արաբետին գոքն է, քրչակի ճամբարներուն գոքն է, Լիբանան, Հայաստանի ճամբարներուն գոքն է, որովհետև ճամբարները ավետարանչության թաշտ է։ Շատ երդասարդներ Քրիստոսը գտնեն ճամբարներուն մեջ, կեմպերուն մեջ։ Եվ ուրիշ օգնություն մնալու ունի ճամբարները։ Քրիստոնյա ընտանիքներու ծննդավայրն է։ Երդասարդներ այստեղ հանդիպին իրարու կսիրահարվին կամ ուսանան and they live happily ever after։ Ավետարանչականը նաև գոհն է շատ եկեղեցիներու, ինչպես էսի քիչ առաջ այս եկեղեցին օգնություններ են ստացած մեկը 2000-ականներու սկիզբի, երբ որ այս եկեղեցի պիտի քննվեր, ավետարանչականը իր ներդրում ունեցավ ֆինանսական։ Եվ մինչև այսօր շատ եկեղեցիներ, այսօր սպիտակի մեջ եկեղեցի կշինեն ավետարանչականի ֆինանսավորությամբ։ Financial assistance։ Մարդասիրական։ Լիբանանի մասին գլսեք, գրմպատություններ և այլն, այսօր քչայի մեջ ես անցած շաբաթ Սիդնի էի, Բաթեի Պոլայլուսյաներ կորսեցա, քչայի մեջ 32 ընտանիքներ մենք ունենք այսօր, որոնք ուներին գործընթաց են։ Քրիստոնյա ընտանիքներ են, հայեր չեն, բայց մենք իրենց կողքն ենք։ Ծայրահեղ աղքատություն կա, սղություն կա Լիբանանի մեջ, և ավետարանչականի օգնության և ուրիշ աղբյուրներ է, այս նկարները ծագոտ եք, տեսած եք տելևիզիոն են, պատերազմ խամտում չարիցականներ օգնություն կպաչներ, գարիկավորներն ու աղքատներն։ Սուրիան նման իրավիճակ կա։ Պատերազմ չէ, այսօր ես նորեն Բաթեի Սելիմյանին կխոսեի և ուրիշները կլսեմ, զինված ինքներ երբան քրիստոնյա քյուրեր կվախցնեն, կսպանեն, կրմփագործեն։ Գարավայրությունը չի, բայց զինված ուժեր, անապահովություն կա, անապահովության կողքին սարսափելի սղություն կա։ Սուրիական բանը քրոնիսին տրամը արժեքազրկված է և արժեքազրկվի և սարսափելի սղություն կա, մարդիկ չեն գնալ իրենց առօրյա մեկներով կա։ Եվ ադորամար շատ հետաքրքրական մարտարարածի, երբ որ նեղություն կհասնի աղձողված է։ Ասիկա չորեշատի օրվա սուրգիքի սերվողքին է։ Եկեղեցին նստելու դեղ չի կա։ Եվ մարդիկ կան ասում իբան եկեղեցին որոշ հանգստություն մտնելու համար։ Հոլանդ, ավետարանչականի օգնությամբ հիմա մեզ հետ իմաց են հսկայական գումարներ պետք ունի, թե դպրոցներուն համար և թե օգնություն պաշտելու համար։ Եվ ավետարանչականը օգնում է։ Գրթություն։ Անցած տարի Բաթեի Անգո Հակպաշարյանը ուսեր չրկեքայիններ ներկայարաններ լսեցին զինքը ստեղալ պատկանքներով և աջարի դպրոցի գիշերօթիկի մասին ուզեմ խոսել։ Որովհետև գիշերօթիկը կաչակցի կողմ է բզիկներու, շատերը բզիկներու, ովքեր կամ զրողազուրկ են, որհեր կամ որքի նման են։ Եվ բզիկներ կա սարսափելի բախություններ են։ Եվ գիշերօթիկը հիմա իրենց օգտակարվել։ Մեր բզիկները ինչ կերած են, ինչ կուսեն, ինչ կարգինգավեն կյանք են։ Մենք ինչ կարգինգավեն կյանք են։ Լավ գործ, լավ արձագուրդ, դոներուն լավ խաղալիք,
Անջարի բզիկների ինչ կուզեն, ցեզի մի քանի օրինակներ տամ։ Այս երկու եղբայրները դում կուզեն, որովհետև բարձու գնստի, բայց մի քանի ամիսի մեկ դուրս կմնան, որովհետև չեն գնար վարձ կվճարել։ Փողոցը կմնան, լիտրի։ Հիմա անջարի դպրոցի գիշերօրթի իրենց դումն է, այս երկու եղբայրները։ Ծնողները չեն գիտել, որովհետև դրանք չունեն աղքատեն ծայրահեղ։ Այս երկու քույրերը շատ տխուր պատմություն ունի։ Պատվելի Ակպաշարյանն ինձ պատմեց, ասոնց հայրը 32 զավակ ունի, ամեն մեկը տարբեր կնոջում է։ Չեն գնալ երևակայել հայ մարդը այդպիսի բան գնալ։ Եվ բզիկները չի արձանակրված կառավարքյանքով, եւ բզիկները դպրոց չեն երթար։ Ասոնք բզիկներն են, 32 ամենաբզիկներն են, տարիքով բզիկ են, անջարի դպրոցի մանց սկսած են գալ եւ պատվելին աշխատանք կդանի փորձ գնե, որպեսզի ասոնք identity ունենան, DNA թեստերով փաստեն, որ ասոնք հայրը ասել, մայրը ասել եւ գարնան անձնակիր ունենան։ Այս երկուքը ընկերություն կփնտրեն, որովհետեւ իրենց համար ընկերությունը սեքսի, սերն, ադիգա դեսած են իրենց բանը մեջ և ընկեր կպնդրեն, որովհետև իրենց համար ադի ընկերություն, իրական ընկեր չեն դեսած։ Այս բզիկ աղջիկը, չեմ կի անցած անգամ ցեզի ասած աղջիկան մասին, 5 տարեկան էր, մանկաբարձներ մեր անջարի և քիշերոտիկ դպրոցը մայրը ուկա գարնես ինքատը նոր պիրածեր երկու երեկ ամիսերով ուկա գարնե հետը ատկի քիչ հետո աղջիկը տեքստ գնե ինձ ազդեղեն ազատեցեք պատվելին երկինը գերտան գտեսնեմ որ բրոթոլի մեջ կապ ամպարույանոց մայրը ամպարուգին է հաջախորդներ ուկան աղջիկն ալվում է Եվ աղջիկը մորը հերախուսը գարն է, կախտնի կտրե մորը, ինձի դնորենին գնոչը աստեն ինձի ազատեցեք։ Երեկ որ գարն է գսե, որ մորը համոզեն, որ աղջիկը ցիկ է։ Այս աղջիկը ուզե որ ընդունվի, իր վախերեն, կոմպլեքսներեն, քիշերները դագը գնե։ Եվ ամմարդ գիլե գխնդավը, acceptance-ի պետք ունի, սիրվելու պետք ունի։ Ավիդարչականը մեզի արիտներ կուտա օրտնվել և օրտնվելու։ Երբ գործնենք ուրիշի, երբ զոհապերությամբ գործնենք, ոչ մեր ավետցուկ են, մեր չունեցած են կուտան, մեկ գզրգենք պաները և կուտան, որովհետև ավիդարանը մեզի այդպես հասված է, մարդիկ զրգված են պաները, որ ավիդարանը մեզի հասցն են, և որ մենք գզրգենք օրտնենք ուրիշի, ասված մեզ գործնենք, մեր միջոցավ մեր հաջորդ սերունդները գործն է։ Եվ ես միշտ գսեմ, և մեկ առաջարկ մնալ ունիմ, ուզեմ, որ մտածեք այդ մասին, գրնակ լեգսի ծկել, ծեզ մեր վերջ։ Գրնակ ինդաումըտ ֆանդերը ստեղծել, ավիրանչականի հետ, և ադիգ ադարիներով, ադոր բդուվը գծարայության գնակն է։ Գրնակ ավիրանչականը տնել ծեր գդակներուն մեջ, որոշ կումարում և ադիգա գմնա և տարիներու ընթացքի շարունակական օգնություն գպեր է կարիքավորներուն ինգացներուն, որպեսի պարսացել։ Վարը ունինք 3 հատ երեխաներ, բստիկներ, որ հովանավորության բերք ունեն։ Ամեն մեկը $400 է, դարիգան, և նորոքեք տարբե դարի։ $400 այսօր կումար չի, մեզի համար։ Բայց այդ բստիկները ադուր հետ դպրոց կերտան։ Այդ կումարով իրենց գրթական գարիքները կողոքան և ադոր հետ գրնանք մեր դպրոցներուն աճացություն բերել։ Եվ միշտ հիշենք, որ բզդիկին կողնենք, Հիսուսին է կողնենք։ Այդ Հիսուսը, որ խաչ ելավ, զոհապերությամբ մեզ բրգեց։ Եվ Հիսուս կսե այդ բզիկները մեկուն կողնենք, ինձի կողնենք։ Ասված մեզ բոլորս շատ օրհնի։
Շատ շնորհակալ ենք պարոն Հարութ Ներսեսյանին այսօրվա իր բերած պատկամին համար եւ նաեւ այս գեղեցիկ եւ օգտաշատ ուրեմն presentation-ին համար պիտի ասեմ որ վարը սուրճի ադեն մենք ավելի գնանք մանրամասն դերեգանալ AMA-ի մասին եւ գնանք մեր աջակցությունը բերել դերորդն է պարոն Հարութ եւ ամբողջ ավետարանչականի ընտանիքը եկեք հիմա մեր սիրո նվերները Աստծո տանք Եկեք ոտքի վրա հայրմերով վերջացնենք այսօրվա մեր başlamուքը Զիքո երկայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանը Սավիդենից ամեն Thank you.